Ողջույն, Եվրոմեդիա 24-ի տաղավարում այսօր հյուրընկալել ենք ազգային ժողովրդավարական բևեռի խորհրդի անդամ, Արցախյան ազատամարտի մասնակից Ժիրայր Սեֆիլյանին։ Բարև ձեզ, պարոն Սեֆիլյան, շնորհակալ եմ մեր հրավերն ընդունելու համար։ Շնորհակալ։ Մի շարք կարևոր եւ հետաքրքիր հարցեր կան քննարկելու իրականում։ Կուզեի սկսենք ավելի գլոբալ իրավիճակից եւ գանք լոկալ հարցերին, քանի որ գիտեմ, որ ձեր ելույթներում, ձեր վերլուծություններում կարևորում եք աշխարհաքաղաքական զարգացումները եւ դրանց ազդեցությունը Հայաստանի վրա։ Ինչ է այսօր ըստ ձեզ կատարվում աշխարհում, հատկապես Միացյալ Նահանգներում Թրամփի վարչակազմի իշխանության գալուց հետո։ Շատ լավ, անշուշտ ամբողջ աշխարհը այսօր ականատես է, թե ինչպիսի արագությամբ են տեղի ունենում փոփոխությունները, զարգացումները, աշխարհակաղական զարգացումները։ Մեծ հաշվով կարծում եմ, որ Միացյալ Նահանգների ռազմավարության մեջ փոփոխություն չկա այս տարիների ընթացքում։ Մասնավորապես ես նկատի ունեմ, երբ տարիներ առաջ Միացյալ Նահանգներում որոշվեց զսպել Չինաստանին, եւ ըստ այդմ սկսվեց մի գործընթաց։ Չինաստանի թե Ռուսաստանի։ Չինաստանին։ Գլխավոր խնդիրը այնինչ կատարվում է այսօր աշխարհում, կարծում ենք, որ այս դիտանկյունից պետք է դիտարկել։ Ինչ մնում է նախորդ վարչակազմի եւ ներկա վարչակազմի Միացյալ Նահանգների, ինչպես ասեցի, ես ռազմավարական փոփոխություն չեմ տեսնում, այլ փոփոխությունը նրա մեջ է, որ եթե նախկին վարչակազմը գործում էր դանդաղ եւ փափուկ, ապա նոր վարչակազմը գործում է կոշտ եւ արագ։ Այս իմաստով կարծում եմ, որ այս արագության ընթացքը վատ չի մեծ հաշվով մեր համար, բնական է, որ մենք խոսում ենք աշխարհակաղական զարգացումներից, այդ ամեն ինչը մենք ուզում ենք այդ ձեռքերը իմանալ ինչ է կատարվում, որովհետեւ տեսնենք մեր երկրի հետ կապված ինչպիսի մարտահրավերներ կան եւ համապատասխան շեշտադրումներով աշխատանք տանելը։ Ուրեմն այս արագությունը, որ այս արագությամբ որ գործընթացը գնում է, կարծում եմ, որ մեր համար վատ չէ, որովհետև մենք լինելով այսօր հյուծվելու ընթացքի մեջ, մենք բոլորս գիտենք այս վերջի տարիներին մասնավորապես հայտնի պայմանավորված թավաթիր 44 օրյա պատերազմից հետո ինչպիսի ցեղով հյուծվում է մենք որպես ժողովուրդ, որպես ժողովրդային ռեսուրս եւ ինչու՞ չէ նաեւ որպես այս մեր հայրենիքից մնացած այս հողագդորում պաշտպանվածության իմաստով նահանջը տեսնում ենք։ Ուստի ինչքան շուտ լինեն փոփոխությունները եւ վերջը քանի այս փոփոխությունները նաև քանի որ դանելու են նոր աշխարհակարգի ձևավորմանը, այդքան լավ մեր համար։ Անշուշտ մասնավորապես այստեղ մեր համար առաջնահերթորեն կարևոր է Իրանի հանգամանքը, թե երբ է Իրան եւ Միացյալ Նահանգներ, ինչու՞ չէ նաև Արևմուտք գործընկերությունը սկսելու, մեր կարծիքով ուշ թե շուտ դա դրականատես ենք լինելու ու կարծում եմ, որ հերու չէ այն օրերը, որ դա արդեն դառնալու է փաստ։ Թրամփը նաև ասաց, որ կամ գործարք պիտի կնքեն, կամ գնանք ռազմական ճանապարհով։ Այսինքն պատրաստական է նաև գործարք։ Արագացման տեմպերի մեջ ենք, որը մեր համար դա լավ է։ Հուսով ենք, որ այդ արագության տեմպը կմնա եւ ես նաև վստահ եմ, որ Իրանը այն պետությունն է, որ վերջո գտնելու է ամենաարդյունավետ մարտավարությունը այս ծանր վիճակի մեջ, որ այսօր հայտնված է Իրանը, ինչպես Թուրքիան, եւ հավանաբար դրանից հետո նոր կսկսի մեր երկրի շնչելու, դեպի զարգացումը գործընթացների ժամանակները այդ ժամանակին գալու։ Իսկ մինչ այդ պետք է դիմանանք եւ ամենակարևորագույն աշխատանքը օր առաջ մեր երկրեն ներս ազգային գլուխ ձևավորել խնդիր ունենք, որը ցավալի դարբեր պատճառներով մինչ այժմ մեզ չի հաջողվել դա կյանքի կոչել։ Սակայն անկախ ինչ գործընթացներ են տեղի ունենում
միջազգային եւ դարաշրջանային բեմերում մենք հայերս խնդիր մեր գլխավոր խնդիրը պետք է հասկանանք, որ մեկն է այս օրերին բոլոր առողջ մտածող մարդկանց կամ շրջանակներին կամ քաղաքական ուժերին օրակարգը պետք է լինի մեկը, օր առաջ ցերպազատվել Փաշինյան Նիկոլ երևույթից։ Ինչ առումով է, ինչ իմաստով այդ գործընթացը դուք ասցիք լավ է որ արագանում է, ինչ իմաստով է դա եւ դրա հանգեցնող այդ գործընթացը, այդ նոր իրողությունը, որ կարող է ձևավորվել, ինչ առումով է բարենպաստ Հայաստանի համար։ Ես նորից վերադառնամ նախորդ հարցին, նաև կուզեի այն կարծիքը հայտնել, որ երբ այսօրերի շատեր այս գործընթացներին փորձում են գնահատական տալ ասելով, որ միաբևեր աշխարհը դառնում է բազմաբևեր աշխարհի, ես այդ կարծիքին չեմ, հակառակը ես կասեի, որ Թրամփյան վարչակազմը եկել է միաբևեր աշխարհի ամրապնդմանը եւ հզորացմանը եւ բադահական չէ որ նույն Ուկրաինա-Ռուսաստան հակամարտության հարցում մենք ականատեսնենք ինչպիսի մարտավարական փոփոխություն է տեղի ունենում Միացյալ Նահանգների կողմից եւ այս մարտավարության դրամապանությունը ես կարծում եմ այն է որ Միացյալ Նահանգները եթե այս վերջի 3 տարիների ընթացքում Ուկրաինա-Ռուսաստան հակամարտության հարցում ինքը բացահայտ հստակ մեկ կողմի գլխավոր աջակցողներ, ապա նա այժմ ուզում է այդ կարգավիճակից նոր կարգավիճակի անցնելու, որպես միջնորդի կարգավիճակը, որը նրան դալու է ավելի մի մագարտակ վերև բարձրանալով շարունակե կառավարել ուկրաինական ռուս-ուկրաինական հակամարտությունը։ Ոստի գուզեի հայտնել այն միտքը, որ այսօր ոչ թե աշխարհը գնում է դեպի միաբևեր աշխարհ, ոչ թե բազմաբևեր աշխարհ, այլ հակառակը արգա միաբևեր աշխարհը ամրապնդվում է եւ հզորացման ուղի է բռնել։ Ինչ վերաբերում է այս արագացման հետ կապված մեր որոնք են արդյոք մեր համար նպաստավոր պայմանները, ես ասեցի առաջնահերթորեն, քանի որ մեր ռեսուրսը, մեր ներազգային ռեսուրսը եւ այսօր չունենալով քաղաքական էլիտա, մենք այս թոհուբոհի մեջ միայն հյուծվում ենք եւ մեծ մարտահրավերների առաջ ենք կանգնած։ Ասենք Հայաստանը ամբողջությամբ գուլ դալու ախորժակներ կան, եւ թուրքական կողմից եւ ռուսական կողմից։ Այս վտանգը արգա է եւ եթե այսպես թանդաղ շարունակվելու է եւ մենք շարունակելու ենք առնակամ լինել, ապա որևէ բադե արիտից օգտվելով մեր թշնամիները, ես նկատի ունեմ Ադրբեջան, Թուրքիա եւ այսօրվա Ռուսաստան, պատրաստում են գուլ դար Հայաստան ամբողջությամբ։ Այմեկը իր դիրքերից։ Ոստի առաքությունը ասեցի օգուտ մեզ է եւ ինչու՞ չէ նաեւ այսօրվա Միացյալ Նահանգների նոր մարտավարության հետևանքով մենք տեսնում ենք Եվրոպան ինչպիսի մոբիլիզացում է ապրում եւ այդ մոբիլիզացիայի մեջ մենք տեսնում ենք Ֆրանսիայի թերակատարումը ինչպիսի մեծ թերակատարում է ստանցնում Ֆրանսիան։ Ես հետևելով Միջին Արևելքի անցուդարձերին վերջի տարիներին եւ վերջի ամիսների մասնավորապես հստակ այո Լիբանան, Սիրիա, Պաղեստին հստակ իմ համար հստակ է որ Միացյալ Նահանգներ Ֆրանսիա գործակցությունը արգա է եւ Միացյալ Նահանգների կողմից կա որոշում եւ Միջին Արևելքում եւ ոչ միայն Միջին Արևելքում բազմաթիվ ծանր բերեր թողնել իր գործընկերներին, որպես նա իր ունեցած ռեսուրսի մեծամասնությունը փորձի օգտագործել հերավոր Արևելքում։ Սա հստակ է եւ երբ հետևում ենք Միջին Արևելքի զարգացումը, տեսնում ենք Ֆրանսիային ինչպիսի մեծ թերակատարում է դրվում այսօր Միացյալ Նահանգների կողմից Միջին Արևելքում, մասնավորապես Լիբանանում, Սիրիայում, Գերմանիայում նկատենք, որ դեռ այնտեղ ես ուզում եմ այստեղ առանձնացնում եմ Ֆրանսիան, որովհետև մենք գիտենք Ֆրանսիայի վերջի տարիներ ովքեր հետևել են Ֆրանսիան բացահայտ քաղաքական ազդակներ է դրվել, թե թույլ չի տալու, որ Հայաստանը գուլ գնա Հայաստանի թշնամիների կողմից։ Մենք գիտենք Ֆրանսիայի
հագաթուրքական գեցվածքը, Ֆրանսա-Թուրքիա շահերի փախումը, այս ամենի մենք ականատեսն ենք։ Ուզում ասել, երկրորդ լավ հանգամանքը այն է, որ այս նոր մարտավարության Թրամփի կողմից Ֆրանսիայի թերագադարումը մեծանալու է եւ փաստորեն ոչ միայն Միջին Արևելքում, նաեւ մեր տարածաշրջանում են, շատերը ասում են Հարավային Կովկաս, մենք ասում ենք այսօր Կովկասում եւ կարծում եմ, որ հերու չէ այն օրերի, որ մենք ականատեսը կլինենք Վրաստանում այս սարեցված այսօրվա այդ հագամարտությունը, որ համարյա սարեցված վիճակում է, բայց մարած չի, չհարգված Ռուսաստան նկատի ունեն։ Այո, Արևմուտքը Ռուսաստան չհարգված չի, ես համոզված եմ, որ ուշ թե շուտ այդ ճակատում Ռուսաստանը հերթական բարդություն է գրելու եւ բնականաբար դրանից հետո Հայաստանի շունչ քաշելու նաեւ հերթը գալու է։ Այստեղ եւ Վրաստանը եւ մասնավորապես Իրանը, առաջնահերթորեն Իրանի հանգամանք այնքան կարեւոր են։ Այս իմաստով մենք նաեւ գիտենք Ֆրանսիա-Իրան նաեւ ավանդական հարաբերությունները միշտ եղել են, այսօր էլ կան։ Ես կուզեի մի օրինակ, ասենք Եվրոմիություն Իրան կորձակցության փաստ այսօր մատնացույց անել, որը շատեր երբ խոսակցություններ գնում Եվրոդիտորդների ներկայությունը Հայաստանից արդեն հերացնելու, Ալիևը ռահանքել էր Փաշինյանը ուզում էր անմիջապես կատարել, բայց մենք ականատես եղանք, որ 2 տարի եւս երկարացկվեց Եվրոդիտորդների ներկայությունը Հայաստանում, որը բոլորս գիտենք, որ դրանց ներկայության պատճառով մենք հավանաբար հարյուրավոր հայ մարդկանց կյանք է բրկվել, սա փաստ է, սա վիճակագրություն է միջայլոց, ովքեր ուզում են իմանալ, այդ վիճակագրությունը արգա է, մեր կողմից հրապարակված։ Ես իմ առած մատնացույցը հետևյալն է, այս օրերին ուրեմն Աքարագ Մեղրի շրջանում Աքարագ Քաչարան հայտնի երկար տարիների սպասված թունելի շինարարությունն է տեղի ունենում եւ այդ շինարարությունը ստանցնել է իրանյան շինարարական ընկերություն եւ ամբողջությամբ այդ շինարարությունը կատարում են իրանցիք ընկերություն ներառյալ բանվորները ամբողջությամբ Իրանից են եկել եւ աշխատում են ով է ֆինանսավորում այս ծրագիրը Եվրոմիությունը Գուզեմ ասել շատերը այն կարծիքին են որ հնարավոր չէ Արևմուտք Իրան մերձեցում շատ էլ հնարավոր է ես կասեի որ արդեն սարերի հետևում չէ Պարոն Սեֆիրյան Հայաստանի անվտանգության եւ սպառնալիքների մարտահրավերները իհարկե կարևորագույն հարցն է որին նաեւ դեռ կվերադառնանք բայց մինչ այդ դուք շատ հիմնարար հարց բարձրացրեցիք աշխարհակարգի վերաբերյալ գիտեք փետրվարի 28-ին Ուկրաինայի եւ Միացյալ Նահանգների նախագահների Զելենսկոյի եւ Թրամփի միջև տեղի ունեցած հայտնի միջադեպից հետո եւ այդ համատեքստում երբ վիճաբանություն նրանց միջև տեղի ունեցավ, որովհետեւ լրագրողները անընդհատ Թրամփին ասում են, որ դու ինչու կոշտ չես խոսում, չգիտեմ, չես հայհոյում Պուտինին, ինչու չես աջակցում, կշարունակես արդյոք ռազմական աջակցություն Թրամփը դրան հակառակ ասում էր որ ես միջնորդ եմ, ինձ պետք է այստեղ գործարք կնքել եւ ոչ միայն Հայաստանում, այլ ամբողջ աշխարհում մեկնաբանություններ նայում ես, որ շատ մարդիկ չեն պատկերացնում կամ չեն պատկերացնում այն ֆունդամենտալ հանգամանքը աշխարհակարգի, որ նույն Ռուսաստանը ես ինչու հարցեցի, որ Ռուսաստանին է արդյոք զսպում, թե Չինաստանին ամենասկզբում, որ Ռուսաստանը Միացյալ Նահանգները եւ հատկապես երևի թե Թրամփը Ռուսաստանին չի դիտում իրականում որպես թշնամի, որտեղ Ռուսաստանը, Միացյալ Նահանգները, հա Մեծ Բրիտանիան դեռ 80 տարի առաջ երկրորդ համաշխարհայինից հետո հաստատված, թե դուք ասում եք, որ հիմա միաբևեռ աշխարհ է դառնում, աշխարհակարգով նրանք համաշխարհային անվտանգության եւ կայունության պատասխանատուներն են եւ պահպանողներն են, միշտ Թրամփից պահանջում են, հա, որ չէ դու շարունակի Ռուսաստանի դեմ հակամարտությունը, հակառակ դրան Եվրամիության երկրները այլ տեսակետ ունեն, կարծես տարբերվում է, հա, Թրամփի դիրքորոշումից, ինչը կատարվում Միացյալ Նահանգներ, Եվրամիություն, Ռուսաստան այս հարաբերությունների տիրույթում Ուկրաինայի շուրջ եւ արդյոք սա կհանգեցնի պատերազմի դադարեցման, այս հակամարտության կարգավորումը նոր աշխարհակարգի
ձևավորմանը։ Արդեն ասացինք, որ միապևեր աշխարհը ամբարաբնթվում է, ինչ է կատարվում, ուրեմն առաջնահերթորեն այս հագամարտության մարտավարական խնդիրը Ռուսաստանին ենթարկեցնելն է Միացյալ Նահանգները։ Այս Միացյալ Նահանգների խնդիրը, ես ասացի, գլխավոր խնդիրը Չինաստանի զսպումն է, որի նախապատրաստական աշխատանքն է դարվում այսօր աշխարհով մեկ։ Այդ նախապատրաստական աշխատանքի մեջ մտնում է նաև Ռուսաստանի ենթագայությունը Միացյալ Նահանգներին։ Ռուսաստանը, եթե դարիներ առաջ այդ թիրքը ընդուներ, այսինքն նա համաձայնվեր, որ ենթարկվելու է Միացյալ Նահանգները, որտեղ ուժերի հարաբերությունը անգամներով դարբերություն կա։ Աբա եթե ասենք Պուտինյան Ռուսաստանը 3-4 տարի առաջ համաձայնվեր Միացյալ Նահանգների թերատրանքին, աբա Ուկրաինան պատրաստ դեղ չէր ունենա։ Եվ սակայն նա չհամաձայնվելով նա փորձում է դակավին, հա, Ռուսաստան Պուտինյան Ռուսաստանը շարունակում է իր ցավալաբաշտական, հա, սովետական երազանքների ճրերը ընկնելով ինչ որ քայլեր կատարել եւ տեսանք ինչ դարձավ այդ պետության վիճակը, հարցը նաև նրան հասավ, որ արդեն միջերկրականից վրընդվում է, հա, մենք միայն Սիրիայի հայտնի ռուսական կարևորագույն ռազմաբարձաների դուրս գալը, արդեն մեծամասամբ իրենց ինչ այսպես ասած կարևորագույն զենքերը դուրս են բերել, սակայն դակավին բազաներ չեն հասնել, Ռուսաստանը ամեն ինչ անում է այս օրերին, որ ուղղակի խնդրողի թերում է Դամասկոսի առաջ, որովհետեւ դուրս չկա այնտեղից, սակայն այդպես էլ դակավին իր բոլոր փորձերը ավարտուն են։ Ասածս այն է, որ արդեն միայն Թարտուսից եւ Համեյմի ռազմաբազաներից դուրս գալով Ռուսաստանը մենք պիտի հասկանանք, որ արդեն առաջվա Ռուսաստանը չի։ Ուրեմն վերադառնալով գլխավոր խնդրին, ուրեմն Միացյալ Նահանգները այսօրվա իր ամեն քնով չեզոքի ղարքավիճակի թիրքերում հենց այնպես չէ, որ նա որոշել է այդ թիրքերում հայտնվելու, ասեցինք գլխավոր խնդիրը այսօր Միացյալ Նահանգների կողմից Ռուսաստանի ենթակա դարձնելն է, պիտի ենթարկվի Միացյալ Նահանգներին, առաջնահերթորեն անշուշտ Չինաստանի ճակատի հետ կապված։ Այստեղ խնդիր դրված չէ Ռուսաստանը մասնադելու, Ռուսաստանը կանդելու, դուք խնդիր դրված չի։ Այսօր եթե Ռուսաստանը ձեռքերը բարձրացնի, Միացյալ Նահանգները ըստ այդմ համապատասխան հարաբերություններ հաստատելով իր գլխավոր խնդրի հետ կապված գործընկեր դառնալով կգնան առաջ, բայց կարևորը որ Ռուսաստանը պիտի ենթարկվի, այսինքն նախկին Ռուսաստանը այլևս գոյություն չունի, արդեն գոյություն չունի։ Ես ասում եմ հետևյալը, ինչե վերադառնանք այս օրերին ինչ է կատարվում, Եվրոպայի հետ կապված կատարվածը, երբ խոսում էինք Թրամփյան արաքացման մարտավարությունը, մենք ականատես եղանք այդ արաքացմանը, երբ մենք հիշում ենք դարիներ շարունակ Բայդենյան վարչակազմը ինչ ծևերով փորձում էր Եվրոպային համոզել, որպեսզի ներգրավվեն այս զանր բերիմի մաս իրենք բարձրացնեն, նրանք մտնում էին, այո, բայց քիչ չափերով Միացյալ Նահանգները անընդհատ հասկացնում է, որ այդպես չի, դուք պետք է առյուծի բաժինը դուք ձեր ուսերին վերցնեք, որովհետև մենք խնդիր ունենք գնալու հեռավոր արևելք։ Այդպես էլ Եվրոպան դեղից չէր շարժվում, բայց մենք ականատես եղանք Թրամփի մի հանդիպում կազմակերպելով Սաուդի Արաբիայում, օրեր անց Եվրոպան ամբողջությամբ փոխվեց։ Այսօր բոլորովին այլ Եվրոպա ունենք, այն դեպքում, որ տարիներ առաջ հնարավորինս քիչ մտադրություն ունեին քիչ ծախսեր անելու, այսօր արդեն 700 միլիարդից են խոսում, որը ռազմական ծախսեր ավելացնում, շատ լուրջ թիվ է։ Այդ առաքության նաև հետևանքը մենք տեսանք ինչ եղավ, հա, վերադառնալով հա բանին, ասենք Ռուսաստանին նորից եմ ուզում ասել, որ ինչ առաջարկ, որ իմ կարծիքովս այս 3 տարի պատերազմից հետո արդեն ունենք թուլացած Ռուսաստան, որը չի կարողանալու թիմատրի Միացյալ Նահանգների առաջ քաշած պահանջներին։ Այժմ այս օրերին մենք ապրում ենք հենց այն օրերը, որ վաղը միսօր պետք է Ռուսաստանը պատասխանի Միացյալ Նահանգների կողմից զինադատարի պայմանները ընդունում է թե չէ։ Երկու դեպքում էլ ընդունի կամ չընդունի,
Երկուսի հետևանքը նույնն է լինելու։ Երկուսի հետևանքը համարվելու է ցերկերը բարձրացնել։ Երկուսի հետևանքը համարվելու է հանձնվելը Միացյալ Նահանգներին։ Այս ինչի մասին որ խոսում, սա իմ թիթանգունից է, անշուշտ բնդումներ անել այսօրին շատ դժվար է, ժամանակը ինքը գաբացուցի թե արդյոք այս ամեն ինչը որ ինչ որ չափով վերլուծում եմ կամ ենթադրում եմ իրականության հետ ինչքան կապ ունի։ Իսկ ինչ կարծիք ունեք այն վերլուծությունների մասին, նաև նկատի ունենալով Թրամփի առաջադրած պայմանները, ծանր պայմանները Ուկրաինային, որ ավելի շատ այս լուծումից շահած դուրս կգան Միացյալ Նահանգները, Ռուսաստանը, իսկ Ուկրաինան ոչ, Ուկրաինան պետք է տա իր ընդերքը, իր ռեսուրսները Միացյալ Նահանգներին եւ կորցած տարածքները կմնա Ռուսաստանին։ Ես ասացի, բարդվող գողը մեծ վնասով Թուրքիայը պիտի լինի առաջնահերթորեն Ռուսաստանը, ես դրանում չեմ կասկածում։ Ուկրաինան արդեն շատ տանգին է վճարել, հա, այսօր ուկրաինացի ժողովուրդը իր արյունով է կերդում իր երազած անկախ պետությանը ստեղծում արյունով, բարին բուն իմաստով։ Եվ Միացյալ Նահանգները առաջիկա ժամանակներում ինչ մարտավարություն էլ որ որթեքրի, ես համոզված եմ, որ այդ մարտավարության հետևանքով Ուկրաինան մենակ չի մնա, հա, ինչպես որ մենք ականադես եղանք, երբ հերթական ճնշումը որ արվում էր Թրամփի կողմից զորօրինակ գետնի վրա կորզնական իմաստով հետախուզության Միացյալ Նահանգների հետախուզության տվյալների չդրամատրումը ուկրաինական կողմին, դա ծառայություն հարված է, բայց մենք այդ նույն օրերին որ նրանք հայտարարում էին որ որոշել են չդրամատրել, նույն օրերին Ֆրանսիան ինքը իր հերթին էր բարձրացնում եւ ոչ միայն Ֆրանսիան իրենց ունեցած ծառայությունը Միացյալ Նահանգների փոխարեն։ Ուզեմ ասել, Ուկրաինան մենակ չի մնալու, կամ մենք ականադես ենք նաև Երևանից, ինչքան գիտեմ, քանի որ ուկրաինական կողմը արդեն Միացյալ Նահանգների զինադատարի առաջարկությունը ընդունել է, արդեն ամիջապես Միացյալ Նահանգները հայտարարել են, որ դադարեցնում են այդ չդրամատրումը, արդեն Երևանից այսօրվանից նորից սկսել են դրամատրել։ Ինչ էլ լինի, դրամատրեն, չդրամատրեն, Ուկրաինան մենակ չի մնալու եւ ռազմավարական իմաստով Միացյալ Նահանգները, ոչ չեմ ասում Թրամփը, ասում եմ Միացյալ Նահանգները։ Միացյալ Նահանգներին պիտի նայել որպես ոչ մի պետություն, որը կառավարվում է մի մարդու կողմից։ Միացյալ Նահանգները գայացած պետություն է եւ այո, բոլոր գայսություններն էլ ունեն սկիզբ եւ ավարտ, բայց ես չեմ կարծում, որ մենք ավարտի մոտիկ օրեր ենք ապրում։ Ոստի պետք է դիտարկել այնինչ կատարվում է այսօր Թրամփի կողմից, դա ի շահ Միացյալ Նահանգների է։ Բնականաբար ամենաուժեղ դիրքերում լինելով Միացյալ Նահանգները, այս մեծ գործընթացների ամենաշահավոր կողմը նա է դուրս գալու։ Այստեղ ամենավնասող կողմը Ռուսաստանն է դուրս գալու։ Այստեղ սա հասկանալի է, բայց անշուշտ մեզ համար ավելի շատ հետաքրքրում է Հայաստանը ինչ է լինելու։ Պարոն Սեփիլյան, դուք ասացիք, որ սա կհանգեցնի միաբևեռ աշխարհի հաստատմանը, բայց տպավորությունն այն է, կարծես թե Թրամփի կողմից Պուտինի ներգրավումը այս հարցին ավելացնում է Ռուսաստանի միջազգային դերը եւ միանգամից շարունակելով այս բոլոր գործընթացները եւ ուկրաինական խնդրի հնարավոր լուծումը ինչ ազդեցություն կունենա Հայաստանի վրա, որի ղեկավարությունը Եվրամիության անդամակցության գործընթացի օրինագիծ է ընդունում եւ Միացյալ Նահանգների հետ ռազմավարական փաստաթուղթ ստորագրվեց թեև Բայդենի վարչակազմի դեռ օրոք հունվարի 14-ին։ Ես համաձայն չեմ այն տեսակետին, որ ասենք Ռուսաստանը այս ջահեջից դուրս է կարողանում գալ, ես ասացի իմ կարծիքը եւ այո, այն ժամանակավորապես Միացյալ Նահանգների կողմից կատարվել է կամ կարող է նաեւ կատարվել քայլեր, որի շնորհիվ որոշ ժամանակ Կրեմլը կարող է շնչի կամ Վլադիմիր Պուտինի համաշխարհային իր ոչրակորձի համբավի հագարակ գործընթաց, հա, որոշապով այդ մեգուսացած վիճակից դուրս վիճակը ստեղծի ինչպես որ այս օրերին է, սրանք ժամանակավոր բնույթ են գրելու, նույնիսկ եթե այս ժամանակավոր բնույթ գրող քայլերի մեջ նույնիսկ մեծ հաշվով էստե իօքուտ Ռուսաստանի բան չի գա, ես ասեցի, երկու դեպքում էլ Ռուսաստանը այսինքն խաղաղության ամերիկյան առաջարկը կընդունի թե չի ընդունի խաղաղության
այդ զինադատարի հետ կապված երկու դեպքում էլ Ռուսաստանի ելքը մեկն է լինելու ենթարկվել Միացյալ Նահանգներին խոսքով ենթարկվի շատ ավելի առանց մեծ կորուստների այդ ենթակայական վիճակը կստեղծվի շարունակեն համառություն անել կշարունակվի կսասկանա հագամարտությունը ոչ միայն ռազմատաշտում շատ ավելի տնտեսական տաշտում եւ ես այն կարծիքին եմ որ Ռուսաստանը վերջիվերջո իր սերքերը բարձրացնելու է հենց տնտեսական դաբալման պատճառով դե տնտեսությունները ընդհանրապես համեմատելի չեն տնտեսական ուժը։ Չէ, ես անգարցիկին եմ, որ արդեն դարիներ է Ռուսաստանը թուլացման ընթացքի մեջ է, ես նույնիսկ կարող եմ մեր քաղաքական զարգացումների օգնելով ցեզ հավանաբար նաև անցնելով ներազգային օրագարկին մի օրինակ ցույց տալ, որ ինչ հենց կենտրոնի թուլացման հետևանք է։ Օրինակ այս օրերին ականատեսն ենք մենք հայտնի Քոչարյանական թևի եւ Սերժ Սարգսյանական թևի հրաբարակային արճակատմանը այսպեսի բան ասենք 15-20 տարիների ընթացքում չի եղել մենք ես միշտ էլ դերեկացված եմ եղել որ այդ կորձիչները գլխավոր երկու կորձիչները մեծ հաշվով իրենց հարաբերությունները միշտ սիրալիր վիճակում չի եղել սակայն նրանք երբեք չէին իրենց այսպես ասած հարաբերությունների լարվածությունը հրաբարակ անել այժմ ուրեմն դրամապանություններից մեկը այն է որ եթե նախկինում այդ ամեն ինչը զսպվում էր Մոսկվայի կողմից որ չի կարելի չափկանցներ այդ լարվածության առավել եւս հրաբարակայնորեն իրար փորձեք հայտարարել այժմ եթե մենք տեսնում ենք դա փաստ է նշանակում է կենտրոնի թուլացում խնդրեմ սա ես պարզապես քիչ աշխարհակահաղական փաստարկներից էինք խոսում որ Ռուսաստանը նահանջում է այժմ էլ ես մեր ներքաղաքական զարգացումների հետևելով նաև կարող ենք այդ բանը հաստատումը կատարել նույն Արցախի հետ կապված մենք բոլորս գիտենք որ Լավրովյան պլանը ռուսական կողմը Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ համաձայնաբար ինքը չսկսվեց որ ռեգիոնից վրընդվի ինքը այդ պլանին համաձայնվել էր որովհետեւ վերադառնա Ադրբեջան վերադառնա ռեգիոն զորք բերի Արցախ նա 92 թվականից զրկված էր այդ կայսերական հնարավորություններից ստրատեգիական նպատակ էր դա Լավրովյան պլանի գլխավոր նպատակը դա էր եւ մենք ականատես եղանք ինչպես ռուսական կողմը Արցախյան ճակատում թուրքական կողմից գծվեց ինչպես ասում է մեր ժողովուրդը բարինփուն իմաստով թուրքերը այս օրերին շատ ավելի այսինքն թուրքական կողմը ունի առավելություններ աշխարհական զարգացումների եւ Ռուսաստանը շատ ավելի պետք ունի Ադրբեջանին շատ ավելի քան թե Ադրբեջանը Ռուսաստանին այդ պատճառով շատ լավ այդ առիթը օգտագործելով ադրբեջանական կողմը մենք ականատես եղանք ինչպես Ռուսաստանին վրընդեցին Արցախից անշուշտ մենք տեսանք ինչքին մենք վճարեցինք մենք ականատեսն ենք այս օրերին Մեղրու շրջանի սահմանապահ զորքերի արդեն մեծամասնությունը այնտեղ չեն շատ փոքրիկ ինչ որ խմբավորում մնացել է ինչ որ գյուղում դակավին դուրս չեն եկել հավանաբար ինչ որ թավաթիր մտահղացումներ ունեն եւ նույն մեր ականատեսն ենք Տեգուզ երևույթաբես մեր օտանավագայանից իրենց այսպես ասած բացահայտ ներկայությունը դուրս բերել մենք միաժամանակ սակայն գիտենք որ այդ համագարկը հսկողական համագարկը դակավի մնում է իրենց ցերկ բայց այս ամենը չդեսնել որ նահանջ է ճիշտ չի միաժամանակ կարող ենք ասել որ այս փաստացի նահանջի զուգահեռ մենք ոչ միայն ենթադրություն եմ անում, այլ նաև ունենք դեղեցություն Կրեմլում ամիսներ շարունակ արդեն կա որոշում նորից ու նորից Հարավային Կովկասը ամբողջությամբ զավթելու։ Վերջերս որ մեկն ինձ հարց էր տալիս, որ դուք հագասում եք դուք ցեզ ասելով որ Ռուսաստանը նահանջում է, հետո խոսում եք Ռուսաստանի նորից Հարավային Կովկաս վերադարձից, այո, այդպես է։ Գայսրությունները երբեք չեն համագերբվի այն մտքին, որ պետք է նահանջեն ամբողջությամբ։ Նրանց մոտ նահանջը լինում է բարդատրապար կամ
լինում է փլուզումի հետևանք։ Միջև այն ժամանակ, որ այդ կոշտ բարդացումը եւ փլուզումը դեպի ունեցել այդ կայսրության, իրենք անընդհատ փորձելու են վերադառնալ հարավային Կովկաս, ինչով որ այսօրին նրանք զբաղված են։ Վրաստանը վկա եւ ինչու՞ նաեւ այսօրվա Ռուսաստան, Ադրբեջան լարումը մենք նկատում ենք։ Ադրբեջանն Ռուսաստանը փորձում է շողոքորտել, ցույց տալ Ալիևի հերթական արձանի բացումն են Մոսկվայում անում, կամ ինչ որ Ադրբեջանի մեջլիսի նախագահին ամենաբարձր բարգևն է շնորհում 3 կամ առաջի օրը, հա, մեր սիրելի ճագերտների մեջ Ռուսաստանը, մեր սիրելի ճագերտների մեջ ճշնամի Ադրբեջանին ինչպեսի, հա, պայպայանք, ինչպեսի սեր, բայց մենք նաև նկատում ենք սա մագերեսն է, խորքային ինչպեսի լարվածություն կա եւ այս ամեն ինչը հստակ երևում է եւ այս ամեն ինչի ավարտը պիտի իմ կարծիքով պիտի լինի Ռուսաստանի իսպար նահանջը հարավային Կովկասից։ Պարոն Սեֆելյան, որն է ավելի կարևոր հարց այսօր։ Ով է բերել Նիկոլին իշխանության, թե ինչպես նրան հեռացնել իշխանությունից։ Բնականաբար ինչպես հեռացնել նրան իշխանությունից, մենք մեր խոսակցությանը սկիզբը արդեն իսկ անդրադարձա, ես կարևորագույն հարցը համարեցի այս օրերին Փաշինյան երևույթի ցերպազատումը եւ ոչ միայն Փաշինյան եւ իր դավաճանական մերթ ռուսական, մերթ թուրքական, այս օրերին ավելի շատ թուրքական այդ թիմը հասկացողությունը պետք է օր առաջ հեռացվեն Հայաստանի Հանրապետության կառավարման ղեկից։ Եվ այստեղ պիտի վերջապես մենք խոհեմ լինենք հայերս կամ առնվազն ովքեր որ փորձում են հասարակական քաղաքական ակտիվություն ցուցաբերել, ես նկատի չունեմ այն շրջանակները, որոնք արտաքին հրահանգներով են շարժվում այստեղ Երևանում, դա այդ հրահանգը լինի Թուրքիայից, թե Մոսկվայից, մեր համար նույն նշանակություն ունի եւ ժամանակ եկել է այն կորձիչները, այն անհատները, շրջանակները, քաղաքական շրջանակները, ես հadoop չեմ ընդգծում գուսակցությունները, որովհետև մեր երկրն էս քաղաքական թաշտ հասկացողությունը գայացած չի, առավել եւս որևէ գուսակցություն գայացած չի։ Մենք զորօրինակ Փևերը ինքնին գուսակցություն չի համարում, մենք շարժում ենք, մենք Փևերը ծնվել է վերգուսակցական շարժում ստեղծելու նպատակով։ Մեզ չի հաջողվել այդ լայն շարժումը ստեղծել, սակայն մեր ջանքերը շարունակվում են այդ ուղղությամբ։ Ուստի այս օրերին այն շրջանակները, որոնք ունեն ազգային մտածելակերպ եւ դուրս են գտնվում ռուսական ենթակայությունից, թուրքական ենթակայությունից, պետք է հստակ օրակարգի շուրջ գործակցեն։ Եվ այդ օրակարգը բարձ է, մեր պատկերացմամբ հետևյալն է, առաջնահերթորեն ցերպազատվում Փաշինյանից, անցումային ժամանակաշրջան, անցումային փուլ կառավարման եւ նոր արտահերթ ընտրություններ։ Այս օրակարգի շուրջ պետք է առաջիկա շաբաթներին, ամիսներին ինչքան շուտ այդքան լավ գործակցություն պետք է գոյանա եւ արգա քաղաքական ծախված ենթակայական թաշտից դուրս պետք է ծնվի այդ ինքնիշխան Հայաստանի գորիզը եւ մեր ժողովուրդը պետք է այլընտրանքը տեսնի։ Ես փակասո այսօր տեսնում եմ այդ ռեսուրսը։ Կա այդ այլընտրանքը ձևավորելու եւ այստեղ բոլորովին բևեր այն հավակնությունը ունի, որ ինքն է եւ վերջ, այդպեսի բան չի գա։ Մենք նույնիսկ այս ինչ ջիքեր որ այսօրին տապում ենք, ինչ փորձեր որ անում ենք, որ այդ գործակցությունը դեղի ունենա, մենք բոլորովին խնդիր չունենք այս ամեն ինչի մեջ առանցքային դերակատարում ունենալու կամ ինչ-որ պայմաններ տնելու, ոչ, մեր գլխավոր նպատակը հենց այդ գործակցությունը գոյացնելն է։ Այդ գործակցությունը գոյացնել, նպատակին հասնել, հետո նոր դարակարծություններ կան, դարբեր դեպուզ ազգային շրջանակների կորձելավոճի մարդավարական կամ աշխարհակաղակական ընկալումների խնդիրներ կան այստեղ, այդ ամեն ինչը պետք է թողնել հետոյի։ Ուստի այսօրվա կարևորագույն խնդիրը հենց այս օրակարգի շուրջ կորձակցելու նպատակով համախմբվելն էր եւ կարծում եմ եկել է այն ժամանակը, որը պետք է մեզ թաս եղած լինի, առնվազն վերջի 200 տարիների ընթացքում հայ քաղաքական միտքը բարդատրապար կամ նաև ոչ առողջ լինելու պատճառով կանգնած է եղել հայտնի թավաթիր երկընտրանքի առաջ, այսինքն լինել Ռուսաստանի հետ
ընդեմ Թուրքիայի գամ լինել նախկինում Օսմանյան գայսրության այսօր Թուրքիայի նույն Էրդողանյան Թուրքիան գարձես թե ոչինչ բանով չի զիջում Օսմանյան գայսրությունից կամ Պուտինյան Ռուսաստանը չի զիջում ցարական Ռուսաստանից այս երկընտրանքը որ բարդատրված է եղել հայ քաղաքական մտքին պիտի հայ քաղաքական միտքը այս օրերին ուժ գտնի իր մեջ թոթափի այդ ստրգամտական մտքից որ կամ հա բարդատրանքը ընդունելով այդ երկընտրանքի բարդատրանքը ընդունելուց դուրս պետք է գա եւ այդ լուծումը պետք է գտնի ոչ Ռուսաստանի ոչ էլ Թուրքիայի ընդհանրություն դակ չէ լուծումը եւ երկու ուղղություններն էլ Հայաստանը դանում է ոչնչացման մենք այսօր եկել է այսօրվա աշխարհակահաղական զարգացումները եւս թույլ են տալիս եթե սովետական ժամանակահատվածում բավական սառը ժամանակներ էին եւ այդ հնարավորությունը չուներ հայ քաղաքական միտքը գդրուկ այսպես ասած ջեղքումներ առաջացնելու ի օգուտ ազգային շահերը ապա այսօր աշխարհակահաղական զարգացումները մեզ դա թույլ է տալիս մնում է այդ մտածելակերպ ունեցող մարդիկ համախմբվեն հստակ օրագարկի շուրջ եւ ինքնիշխանության հիմքի հենվելով ինքնիշխանության կարևորագույն մտքի գաղափարի վրա եւ այդ ջեղքումը վերջապես կդարվի լուծումը դուրս է այդ բարդատրված երկընտրանքից Փարքասո այսօր ունենք մենք իսկական դաշնակիցներ պատկերացրեք մեր երկընտրանքը եղել են թշնամիներ երկու թշնամի պետություն հա Օսմանյան կամ Թուրքիա կամ ցարական Ռուսաստան կամ այսօրվա Ռուսաստանը երկու այս պետությունների պատմությունը որ ուսումնասիրվի առնվազն վերջի մի քանի 100 տարին մենք բոլորս կարող ենք հաստատում կատարել որ գործ ենք ունեցել թշնամական պետությունների հետ եւ մեզ բարդատրվել է ընդրություն կատարել երկու թշնամու միջև ընդրություն կատարել որ թշնամին է լավ պիտի ուժ գտնենք մեր մեջ եւ այս դուրս գանք այդ բարդատրանքից եւ ընդրենք մեր իսկական դաշնակիցների հետ գործակցությունը որը ինչպես ասեցի այսօրվա աշխարհակահաղական զարգացումների պատճառով բարեփոխտաբար մեր իսկական դաշնակիցների թիվը մեկը չի երկուսը չի հա միայն Միացյալ Նահանգները չեն միայն Ֆրանսիան չի, միայն Իրանը չի, միայն Հնդկաստանը չի, միայն Հունաստանը չի։ Պատկերացնում եք ինչպիսի հնարավորություններ ունի այսօր ինքնիշխան Հայաստանի ղեկավարությունը այն ժամանակ որ մեզ հաջողվի ծնել ազգային պետություն, ապա շատ գար ժամանակում հայ ժողովուրդը պետք է վստահ լինի որ մենք ունենք մեծ ներուժ այս ամենիչից դուրս գալու։ Եթե քաղաքական ուժը ռուսամետ չի, բայց ըստ էության Փաշինյանի իշխանության արբանյակն է, այդ դեպքում դա նշանակում է թուրքական է։ Այսօր թուրքական գոմի դրոշակագիրը հայտնի Փաշինյանի գազམ་ագերբությունն է։ Ես մասի մենք դարիներ է խոսել ենք, մենք դարիներ է ասել ենք, որ Ռուսաստանը ունի որոշում, երբ պատրաստվի նահանջել դարաձաշրջանից դարաձաշրջանը հանձնի թուրքական կողմին, այլ ոչ թե արևմուտքին։ Ահա ասիկ մենք այսօր ապրում ենք ժամանակները։ Իսկ այն փաստարկները, որ մենք բերում ենք, որ Փաշինյանական իշխանությունները վերջի ժամանակներում արդեն կարող են փնուտակրել որպես թուրքական իշխանություն, պրոթուրքական, թուրքայենթակա իշխանություններ, դրա վկան էր երեկվա հայտնի ասուլիսը, որ նա անցկացրել էր մենք դա էլ տեսանք, ինչպես ասում են, չմերանք, էդ էլ տեսանք։ Արդեն բաց քարտերով է խաղում, դաշնամին բաց քարտերով է խաղում, ուստի այս օրացականությունը դեսնելով է որ նաև ազգային մտածելակերպ ունեցող անհատներ, շրջանակներ պետք է իմիքան, իմ ասած, մեր ասած կամ ուրիշների կողմից այս օրագարկի մասին որ ես խոսացի, նոր օրագարկ չի, չէ։ Շատեր այս օրագարկը առաջ են քաշել։ Իդի իրոք կարողանանք կորզակցության համար համախմբվել այս օրագարկի շուրջ եւ թե ինչպես պետք է հերացվի եւ անցումային փուլը ինչպիսի փոխանցություն պիտի դա այդ խոսակցություն թողնել հետո նախ եւ առաջ կորզակցության նպատակով համախմբումը դեղի ունենա եւ հետո նոր անցնենք ինչպեսին որովհետեւ եթե ուզենք այսօր բոլոր քայլեր միանգամից համացանվել այդ համացանությունը երբեք չլինի որովհետեւ մենք հասկանում ենք ինչքան հոգեբես հիվանդ վիճակի մեջ են գտնվում մեր
ժողովուրդը եւ ինչու՞ չէ նաեւ քաղաքականությամբ զբաղվող կամ հասարակական ակտիվություն ցուցաբերող անհատներ բոլորս ներառյալ մենք գիտենք այսպիսի բարակդվածությամբ մենք ոչ մի տեղ չենք հասնի ուստի պիտի գտնենք լուծումների քայլերի երթականություն որ այս վիճակից դուրս գանք Դաշնակցություն օրինակ դաշնակցության բյուրոն ընդհանուր ժողովի արդյունքներով ռազմավարական նպատակ է հռչակել ազգային պետության կառուցումը եւ ազգային ինքնության պահպանումը եւ հայտարարել է պայքարի վճռական հանգրվանի մասին։ Հնարավոր է որ միաժամանակ հայտարարելով որ ռազմավարական գործընկերներ իրենք տարածաշրջանում տեսնում են կամ առհասարակ աշխարհում տեսնում են Ռուսաստանին եւ Իրանին Իրանի կողմի հետ կապված հերանեկարային իմաստով ես վստահ եմ որ տաշնակիցներ ենք, բնական տաշնակիցներ ենք, կողմ ենք, ես հասկանում եմ որ այսօրվա տաշնակցության ղեկավարությունը նրանց իրանյան հայացքը գալիս է այսօրվա բահբանողական Իրանի հրահանգավորումներից բայց ես նաև միաժամանակ վստահ եմ որ շատ շուտով Իրանում դերի ունենալու փոփոխություններ, սակայն քանի որ մենք բնական տաշնակիցներ ենք Իրանի հետ, այդ հարցում Իրանի հետ տաշնակցելու, ռազմավարական տաշնակցելու մտքի հետ կապված տաշնակցության հետ կողմ եմ։ Իսկ ինչ վերաբերում է Թշնամի Ռուսաստանի հետ տաշնակցելուն, դեմ ենք։ Այն ժամանակ որ նրանք կհրաժարվեն Թշնամի Ռուսաստանի հետ ռազմավարական տաշնակցելու քաղաքարից այն օրը որ հրաժարվեն մենք պատրաստ կլինենք իրենց հետ գործակցելու Ինչու է Ռուսաստանը Թշնամի հետաքրքիր է որ բացեք խոսեցինք քիչ առաջ ամբողջ Արցախի զգադարված ողբերգությունը եւ մղձավանջի վերածված այս պատկերը ցես չի բավարարում այդ ամեն ինչի մեջ դուք չտեսաք, այսինքն թվարկեմ ինչ Աղդամի ռուս, թուրքական, ադրբեջանական համատեղ թիդագետը հիշեցնեմ ցես, թե հիշեցնեմ Ռուսաստանի պաշտպանության նախարարի հայտնի հայտարարությունը, որ սա է մեր թուրքական Ռուսաստանի եւ թուրքական կողմի միասնապար հոյագապ օպերացիա էր այս օպերացիան, Լավրովյան պլանը հիշեցնեմ ցես, ինչի մասին է խոսքը 44 օրյա պայմանավորված պատերազմի ռուսական կողմի Թավաջան հայերի ցերքով այդ պայմանավորված պատերազմը կյանքի գոչելը հիշեցնեմ ցես անհատները հայտնի են չէ՞ անհատները որոնք գետնի վրա ինչպիսի խոճապ առաջացրեցին որոնք երազներ ունեին Երևանում իշխանապողություն իրականացնել եւ միլիարդավոր զենք հայարկե մատակարել Ադրբեջանին եւ խաղապաները դուրս եկան բայց հիշենք որ մինչ այդ Փաշինյանը գնաց Ռուսաստանի աշխարհակահական հակառակորդների հետ Բրյուսելում հայտարարություն ընդունեց, որ Արցախը ճանաչում է Ադրբեջանի կազմում։ Դրանից հետո ինչ պետք է անել։ Դա չի դեպանք է Փաշինյանը 44 օրյա պատերազմի ընթացքում ռուսական կողմը առաջի օրվանից նրան ասում էր ինչ պիտի արվի։ Եթե իմ ասածս չես անում, ապա ամիջապես քեզ ճաշտոնից հանում եմ։ Փաշինյանը հետաքրքրել է իր աթոռը։ Ես այդ օրերին մոդիկից հետևել եմ, կառավարության շենք գնացել եկել եմ, փորձել ենք մենք մեր օժանդակությունը ինչով կարող ենք դվյալ իշխանություններին պատերազմ է, հա, պատերազմի ժամանակ բոլորս պետք է իմիկան։ Մեր կողմից ինչ որ պետք է մենք արել ենք։ Այդ օրերին եթե այդքան իմ համար բարձ չէր, ապա դրա հաջորդող ամիսներին եւ դարերին այսօր արդեն համոզում եմ մոտ դարձել, որ Փաշինյանը կառավարվել է ամբողջությամբ Մոսկվայից եւ նրա կառավարության գլխավոր սպառնալիք է եղել, եթե այսինչ քայլը չես կատարում, ապա քեզ ճաշտոնից հանում ենք։ Քանի որ այդ երևույթի նպատակը, կյանքի նպատակը միայն իշխանությունն ու այսպես ասած հարստությունն է, ուրիշ բան չի պատկեր, կապ չունի, դա կլինի գուբերնիայի ղարքավիճակում Հայաստան Ռուսաստանի գազում, թե վիլայեթի ղարքավիճակում Թուրքիայի ենթակայության տակ, նրա համար նշանակություն չունի 42000 քառակուսի կիլոմետր Հայաստան, թե 10000 քառակուսի կիլոմետր Հայաստան։ Գուզեմ ասել, այս ամեն ինչը տեսնել Ռուսաստանի կողմից կարելի մեր բանակը Հա մեր զորքը գրվող զորք է, մեր զինվորը գրվող զինվոր է, մեր գամավորները, ասեմ ցեզ, ես որ մասնակից եմ եղել առաջի պատերազմին, ես չեմ տեսել այդքան ոգեղենություն, ինչքան այս նոր սերունդի մոտ որ տեսա 92-94 թվականները դուք չկարծեք որ հեշտ էր, շատ դժվարությամբ Հայաստանից հայ մարդիկ գնում էին Արցախ ճակատը բայել, շատ դժվարությամբ, որտեվ մարդիկ մահանում էին, հեշտ չէր Այս օրերի այս ոգեղենություն, որ ես տեսել եմ, շատ ավելի անգամներով բարձրել այդ ամեն ինչի, սակայն
ինչպես ասեցի, այդ ձախված գեներալների, Թավաջան գեներալների, Թավաջան քաղաքական ղեկավարությամբ, Փաշինյանի գլխավորությամբ այդ ամեն ինչը կյանքի կոչուց։ Այս ամեն ինչը տեսնել եւ շարունակել ասել, որ չէ, Ռուսաստանը թշնամի երբեք թշնամի չի եղել, այսօր էլ թշնամի չի, դա մենք մեզ ենք վնասում։ Միջալցած լավ բան ասեմ, որ ցավոք շատ թանկ վճարեցինք Արցախը այս ժամանակավոր գորուստ, ես համոզված եմ, որ մենք ուշ թե շուտ վերադառնալու ենք ոչ միայն Արցախ, նաև Նախիջևանն ենք վերադառնալու։ Որ մասին այսօր Հայաստանում այսօր ասենք լավ այն է, որ մեր հասարակության, մեր ժողովրդի արդեն մեծամասնությունը 50%-ից ավելի բարձր Ռուսաստանի դիտարկում է ինչպես Թուրքիային է դիտարկում թշնամի, թուրքական կողմին, Ադրբեջան, Թուրքիա, նույնպես դիտարկում է Ռուսաստանին։ Ես կարծում եմ, որ այս վերջապես այս քաղաքականապես հասունության կամ ճիշտ քաղաքականապես թիրքավորվելու արդյունքից հետո մեզ հաջողվելու արդեն այս պատմության անիվը սկսենք հակառակ բդասնել։ Ես մեծ հաշով լավադես եմ եւ ովքեր կարծում են, որ վադից վադը լինելու եւ դրա արդյունքում մենք այլևս չենք լինելու, այս այդ կարծիքին չեմ։ Մենք պիտի շարունակենք դիմանալ, դիմադրել, լուծում գտնել Երևանում օր առաջ ազգային գլուխ ձևավորելու եւ դրանից հետո արդեն զարգացման եւ հզորացման ճանապարհը բռնել։ Դուք ձեր հարցազրույցներից մեկում ասում եք, որ Նիկոլ Փաշինյանի պլանը աշխատացել է Մոսկվան, այսինքն Սերժ Սարգսյանը խախտել է Մոսկվայի հետ պայմանավորվածությունը, որ իշխանությունը պետք է թողներ Կարեն Կարապետյանին, այդ ժամանակ Մոսկվան աշխատացնում է պլան B, Նիկոլը ժողովրդին դուրս է բերում հրապարակ եւ Սերժ Սարգսյանը հրաժարական է տալիս, բայց քանի որ Նիկոլ Փաշինյանը արդեն մեծ ժողովուրդ է դուրս բերել, հետո ինքը ըստ ձեր խոսքերն են պայմանավորում է Սերժ Մոսկվայի հետ, որ ինչ եք ուզում, ես կարող եմ դա անել Կարեն Կարապետյանի հետ։ Եթե Նիկոլ Փաշինյանը Մոսկվայի մարդն է, այդ դեպքում ինչով է բացատրվում նրա այս հակառուսական քաղաքականությունը։ Ո՞րն է հակառուսական։ Ինչի մեջ է հակառուսական։ Դե առավոտից իրգուն խոսում են ռուսական սապոգը, արևմուտքի հետ։ Նայեք ինչ է կատարվել, հասկանում եք, ամբողջ մեր երկրի հարստությունը այսօր շարունակում է գտնվել Ռուսաստանի ցերքում, ինչի մասին է խոսքը, կամ այսօր Հայաստանի մաֆիան Փաշինյանի գլխավորությամբ միլիարդներ են աշխատում Ռուսաստանի հետ, այսպես սև շրջանառությունը, որ դեղի անեն, ինչի մասին է խոսքը։ Հա դենց բան չկա, ամբողջ այս գերձիկին կարծում եմ քիչ է մնացել, ինչ վերաբերում է, այո, ես նույն գարձիկին եմ, որ 18-ին ուրեմն Մոսկվան է սկսել, ավելի ճիշտ գործընթացը սկսել է Սասնա ծերերի ապստամբության փորձից։ Այսօր ցավոք մեր ժողովրդի մեծ մասը դակավին չգիտի, որ դղաների մի մասը գտնվում են Վարուժան Ավետիսյանի գլխավորությամբ Փանդում բավլիկների եւ մնացած դղաները գտնվում են Փանդում, այն դղաները, որոնք դուրս էին եկել բայկարի իրենց կյանքը չխնայելու զոհության պատրաստակամությամբ։ Դապացը գնդի գրավումը։ Եվ մենք մեծ հաշվով մեր ժողովուրդը եւ մենք բոլորս նաեւ վճարում ենք այս աբերախտությունը, հա, դղաների, երբ որ ժողովուրդը սկսում է չհարկել, ճիշտ չգնահատել դեպի իրեն կամ մեր ժողովրդի աբակայի համար, իր հայրենիքի աբակայի համար նվիրյալներին ճիշտ գնահատական չտալ, երբ որ այդ հանգամանքը բացակայում է, ապա ողբերգությունը շարունակվում է եւ մենք ագահանդես եղանք վերջի դարիներին այս ամեն ինչին։ Վերադառնալով թեմային, այո, այս գործընթացը սկսվել է ապստամբության փորձից, երբ Մոսկվան ուղղակի ցնցվեց նա Պետրվարյան ապստամբությունից հետո 1921 թվականից հետո այդպիսի բան դեղի չէր ունեցել։ Դա դեղի ունեցավ մեր ժամանակներում եւ նրանք հասկացան, որ Սերժ Սարգսյան դարած կնայող գործիչով այլևս նրանք չեն կարող շարունակել զոնը շարունակել նայելու եւ Կարեն Կարապետյանին եւ դե ժամանակակցություն նայեք, քանի ամիս հետո Կարեն Կարապետյանը ժամանեց
Երևան վարչապետի պաշտոնին, հետո ամիջապես հանրապետական կուսակցության փոխնախագահ, ռուսական կողմ հույս ունենալով որ Սերժը վերջո չի գնալու երրորդ փուլ ընտրությունները եւ դեղև գզիչի Կարեն Ղարաբեդյանին։ Իսկ երբ վերջի շաբաթներին արդեն ընտրությունների, 18 թվականի Սերժը հստակ հասկացրեց, որ ինքն է լինելու, բնակչությունները միշտ ունենում են անշուշտ պլան B, նրանք աշխատացրեցին իրենց պլան B-ն, այո, կետնի վրա Փաշինյան Նիկոլը օգտագործվելով, ժողովրդային մոբիլիզացիա իրագործելով, նպատակով Կարեն Ղարաբեդյանի փոխանցումը պիտի լիներ։ Սակայն Սերժ Սարգսյանը, այսպես ասած, այդ ժամանակներում ես այնքան իմ համար բարձ չէր, բայց այսօրերին ավելի բարձ է, այսինքն 18 թվականի փոփոխությունները ինչ փոփոխությանը սկսելը, մենք ասեցինք, որ 16 թվականից հետո է սկսել գործընթացը, խնդիր կար 17 թվական, 18 թվականին լարում իջեցնելու։ 18 թվականի փոփոխության ժամկետը եւս պատահական չէր, որովհետեւ եթե այդ ամիսներին այդ փոփոխությունը տեղի չունենար, Հայաստանին ներս ծայրահեղ գործողությունները անխուսափելի էին դառնում։ Եվ առաջնահերթորեն, ինչպես ասում են, քոլորշի բաց թողելու նպատակ էր հետապնդում այդ փոփոխությունը Սերժը դանել, Կարենը գար եւ նաեւ պատահական չէր մեր բոլորիս ովքեր որ փանդում էինք, եթե նկատեցիք ճագերդավոր հեղափոխություն գոչեցյալից հետո մենք ամիջապես ազատության մեջ չհայտնվեցինք, ամիսներ տևեց մեր դուրս գալը, այսինքն այնպեսի ցևով էր պլանավորված, որ մենք պետք է այնքան դանդաղ դուրս գանք, որպես չկարողանանք փոփոխությունների վրա ազդել, եւ նրանք ամեն ինչ արեցին 2018-ի արտահայտ ընտրություններին, որ մենք որպես միավոր չկարողանանք այդ ժամանակ սասնաձրերը մասնակցել։ Ինչ որ է, դա մեկ կողմ թողնենք, փորձենք ավելի պատկերը այսօրվա հայացքներից ամփոփել ինչ է տեղի ունեցել 18 թվականին։ 18 թվականին Մոսկվան որոշել է փոփոխություններ Կարեն Ղարաբեդյանի դեսքով, արևմուտքը ուղեկցել է այս գործընթացին եւ այն ժամանակ մենք չենք նկատել, արդեն այս վերջի տարիներին համար արդեն բարձ է, որ թուրքական կողմը եւս ուղեկցել է այս ամբողջ գործընթացներին, այսինքն Փաշինյան Նիկոլ թիմ հասկացողությունը ոչ միայն ռուսական ազդեցություն էր, նաեւ թուրքական ազդեցություն էր եւ կատարվեց ամենավատը, վատտարակույնը կատարվեց եւ երբ Փաշինյանը ժողովրդի մոբիլիզացիայի շնորհիվ փորձեց ինքը իրեն բարդացրել Մոսկվային, ասելով որ ես կանեմ ինչ դուք պիտի աներ Գարենը, վերջո Մոսկվան միշտ նրանք սարսափում են համախմբված հայ ժողովուրդ, որ տեսնում են դեգուզ 50,000, 100,000 ու իրենց համար սարսափելի պատկեր է, նրանք համաձայնվեցին լավ թող չլինի Գարեն, թող լինի Նիկոլ եւ Նիկոլ ամիսներ անց նրանք հասկացան, որ այս ինչ լավ տեխնազու է, այս տեխնազույով իրենց Լավրովյան պլանը ցանկի կոչեն, սակայն նաեւ այստեղ նրանք հավանաբար նաեւ չէին դեսել այդքան թուրքական կողմի խորացումը։ Եվ այսօր մենք տեսնում ենք թուրքական կողմի հաջողությունը երեկվա Փաշինյան Նիկոլի հայտնի թուրքական լրատվամիջոցների մամլո ասուլիսը։ Եվ որպես եզրափակում խնդրեմ համառոտ, ինչ զարգացումներ եք կանխատեսում առաջիկա ամիսներին Հայաստանում քաղաքական առումով, արդյոք կլինեն ակտիվ քաղաքական գործընթացներ։ Այո, ես ասինքն եւ կանխատեսել ասել դժվար է, ավելի ճիշտ մենք աշխատում ենք այն ուղղությամբ, որ մեր երկիրը նորից այս ամեն ինչի մեջից այս բդույթը նորից չանեն նույն դեղը չգանգնեցնեն, այսինքն բոլորը հասկանում են, որ այսօր ինչպես որ 16 թվականին լարված վիճակ էր ներհայաստանյան վիճակը, Սերժ Սարգսյանի նկատմամբ ինչպիսի ադելություն կար, այսօր շատերը արդեն հասկանում են, որ ավելին է ադելությունը, քան այն ժամանակ որ կար։ Այս լարումը չի կարող ցնցումների չտանել։ Մենք ամեն ինչ պիտի անենք, որ այս լարումը ոչ թե
հերթական անգամ աշխարհակահաղական կենտրոններին հաջողվի կոլորշի բաց թողնել եւ նորից իրենց թավաջան նորելու կերպարների նշանակումը գդարել Հայաստանում, այլ այս լարումը մենք պետք է օգտագործենք իսկական փոփոխություններ, արմատական փոփոխություններ իրականացնելու համար։ Այս դեպքում ոչ թե պատրաստվել հերթական ընտրությունների, այլ պատրաստվել առաջնահերթորեն Նիկոլի հերացմամբ անցումային փուլի գազագերբամբ եւ նոր հետո արդահերթ ընտրության։ Իդումը սա է։ Շնորհակալ եմ, պարոն Սեֆիլյան։ Սիրելի հեռուստադիտողներ, այսպիսին էր զրույցը Ժիրայր Սեֆիլյանի հետ, կհանդիպենք